Հարգելի հայրենագիտներ, անցող շաբաթը ևս հագեցած էր մեր պետական ու ազգային նպատակներու հետևողական իրագործումով հիմնված պատմական արդարության, միջազգային իրավունքի եւ մեր ժողովրդի իրավունքներուն վրա։ Սույն թվականի մայիս 24-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 13-ամյա խորագրով Zoom հանդիպումը, որ համախմբած էր ազգային կառույցներու ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ, ընդգծելով ազգային օրագարկի շարունակականության, պետական մտածողության եւ գազմագերբված պայքարի կարևորությունը։ Այս առիթով Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան նշեց, որ ներկայիս գոյություն ունի շուրջ 20 պատգամավորների փակացած գործունեության գորիզմը, որ նվիրված եւ հետեւողական աշխատանքով գծառայե ազգային պայքարին ու համազգային նպատակներուն։ Իր խոսքին մեջ նախագահ Արմինակ Աբրահամյան ընդգծեց. այս 13 տարիները եղած են պայքարի, գազմագերման եւ մեր իրավունքներու միջազգային հարթակներու վրա բարձրացայնման շրջան։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր պետական կառույցները հավատքով եւ վստահությամբ դեպի ապագա։ Իր հերթին Լիդիա Մարգոսյան շեշտեց, որ իրենց աշխատանքը միայն քաղաքական գործունեություն չէ, այլ նաև պատմական հիշողության, ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման առաքելություն։ Շաբթվան ընթացքին անդրադարձ կատարվեցավ նաև Արևմտյան Հայաստան շաբաթաթերթին, որ ամեն շաբաթ կշարունակե իր առաքելությունը որպես ազգային դեղեկատվության, քաղաքական պայքարի եւ միտքերու փոխանակման կարևոր հարթակ։ Ներկայացվեցան նաև նոր ծրագիրներ, որոնք ուղղված են լրատվական, գրթական եւ գազմագերբչական աշխատանքներու զարգացման։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեցավ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի ամառնային համալսարանի գազմագերման հարցին։ Նախադեсված է, որ այս տարվան ծրագիրը սեպտեմբերին կայանա Լիոնի մեջ։ Այս նախաձեռնությունը դարվան կարևորագույն իրադարձություններն մեկն է, որովհետև ան ոչ միայն գրթական եւ ռազմավարական քննարկումներու հարթակ է, այլ նաեւ ազգային ինքնության, համերաշխության եւ երիտասարդ սերունդի ազգային գիտակցության ուժեղացման կարևոր միջոց։ Բացի այդ, Սևանալիջի մերձակայքը նախադեсված է գազմագերբել մեկ շաբաթյա երիտասարդական ճամբար։ Ճամբարին ընթացքին կիրականացվին մարտավարական, ֆիզիկական եւ պատմական պատրաստության դասընթացներ։ Ծրագրին պիտի միանան նաեւ մտավորականներ եւ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչներ։ Սիրելի հայրենագիտներ, մեր պայքարը կշարունակվի ոչ միայն քաղաքական դաշտին մեջ, այլ նաև գրթության, մշակույթի, գազմագերման եւ ազգային արժեքներու պահպանման ճանապարհով։ Միասին շարունակենք մեր երթը հանուն մեր իրավունքներու պաշտպանության եւ հայրենի արժեքներու վերածնունդին։ Շնորհակալություն։